Տիկին Էլբակյան, դուք առաջիններից էիք, որ այսպես Գերանտից սկսած Բագրատ Սրբազանի կողքին էիք, Սրբազան պայքարի աջակիցներից մեկն էիք, երբ այդպես մեծ թափ չէր ստացել շարժումը, տեսնում եք ինչ է կատարվում առավոտից, այսպես փորձում են Սրբազան պայքարի շարժման անդամների տները խուզարկել, ինչ-որ հետապնդումներ են իրականացնում, գիտեք, որ Բագրատ Սրբազանին հարցաքննության են տարել, այս ամեն ինչը ինչի մասին է խոսում, տեսակ նաև ՔՊԱ-ականների որակումները ընդհուպ Սրբազանին ահաբեկիչ անվանեցին, այսպես հեշտապահ գրառումներով փորձում են վարկաբեկել շարժումը, նրանց մեղադրում են պետական հեղաշրջման փորձ անելու մեջ, դուք այդ ամեն ինչի թող ու բոհով անցած մարդ, ինչ դիտարկումներ ունեք։ Ժողովրդավար երկիր ենք, ինչ եք ուզում, ժողովրդավար երկրում բռնություններ են կատարում, գիտեք ես ցավ եմ ապրում, որ Բագրատ Սրբազանին ինչ-որ բան են ասում, չեմ սիրում, ճիշտ է, ես իրոք էլ եղել եմ առաջին մասնակիցներից մեկը, երբ շարժում էին սկսում և ես տեսա, թե որքան հայրենասիրություն կար նրանց մեջ և իրենք երկուսն էին, Բագրատ Սրբազանը և մեր Սրբազան Աջապահյանը։ Ես ուղղակի զարմացել եմ, ես այդքան էլ հավատացյալ չեմ եղել, բայց երբ լսել եմ իրենց խոսքը, տեսել եմ իրենց, երբ մոտիկից եմ ծանոթացել, ես տեսել եմ, թե ինչքան մենք հայրենասեր, հայասեր, հայրենասեր, իսկապես հայրենիքի մասին մտածող, հողի մասին մտածող մենք զավակներ ունենք։ Իմ կարծիքով, ես չգիտեմ, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ հայտնում, չի կարելի սրբազաններին մեղադրել ահաբեկչության մեջ, ուղղակի չի կարելի։ Հայրենիքը երբ նեղն է եղել, մեր եկեղեցին է պահել։ Մենք անձը չենք, անձնավորում ենք ով է սրբազանը, ով է կաթողիկոսը, մեր եկեղեցին է մերը, մեր հավատքն է, մեր սրբությունն է, մեր պապերը ընդունել են այդ հավատքը, մենք էլ պետք է խոնարհաբար տանենք այդ հավատքը։ Հիմա պառակտում է երկրի, սկսվել է հենց եկեղեցու հավատքի մասով, այն ժամանակ, երբ աղանդավորներ են հայտնվել։ Ճիշտն ասած, ես ներկա ժամանակակից կուսակցություններին էլ համարում եմ աղանդներ։ Հիմա որ կուսակցությունն է հիշվում, ոչ մեկը, հազարավոր կուսակցություններ բացվեցին, հենց ժամանակա ընթացքին համեմատ, որպեսզի կուսակցության շարքեր անցնեն, որպեսզի կարողանային իշխանության մեջ մտնեն։ Ճիշտ չէ, երկիրը Հայաստանը հին ավանդական հինավուրց երկիր է, իսկ ժողովուրդն էլ իրավունք ունի պայքարելու։ Ժողովուրդը, գիտեք, ժողովուրդը հայն է, թող իշխանավորները, երբ անցնում են պաշտոնի, հիշեն։ Ես պետության ազգի անուն չեմ տալիս, բայց միայն թող հիշեն, որ Հայաստանում ապրում են հայեր են։ Երբեմն հիշում են միջինասիական երկրներից մի ժողովրդի են հիշում, ասում են կարելի է աշխատեցնել, կարելի է խաբել, ոչ, հայն հնարավոր չէ խաբել։ Հայն էլ հասկանում է ամեն ինչ, հասկանում է երկիրը ուր են տանում։ Շատ տհաճ բան է, ես այսօր զանգել եմ ստացել, որ նրանց ում պաշտպանել եմ, հանել են ահաբեկիչներ, նրանք ահաբեկիչ չեն կարող լինել, նրանք ուղղակի հնարավոր չէ, որ երկրին վնաս տան, չեմ հավատում, անհնարին է դա։ Նիկոլ Փաշինյանի խոսնակը Նազելի Բաղդասարյանը Սրբազանին մեղադրում է պետականաքանդության մեջ։ Այդ օրերին անցած տարի այս ժամանակահատվածում ես հիշում եմ շատ ակտիվ էր Սրբազան շարժումը, տարբեր ակցիաներ էին իրականացվում անհնազանդության, դուք էլ այդ ամեն ինչի մեջ ընդգրկված էիք։ Ինչ էիք անում այդ օրերին։ Գուցե Նազելի Բաղդասարյանը տեղյակ չէ տանիչից էյֆորիայի տակ ինչ-որ հայտարարություններ է անում։ Ինչ է կարել այդ օրերին։ Գիտեք, զարմանալին ինձ համար ինչը մնաց։ Մինչև հիմա այս իշխանական կուսակցությունը իր անդամներով, իր իշխանական
թևով, գիտեք, ինձ զարմանալի է մնացել այն, որ նրանք մինչև հիմա մտածում են, որ երկրի համար ինչ-որ լավ բան անում են։ Ես միշտ մտածել եմ, ինչպես ապացուցեմ նրանց, որ իրենց քայլերը սխալ են։ Ես դրա իրավունքն ունեմ։ Սուդը կա, կեղծիկը կա, թալանը կա, իսկ ժողովրդին պաշտպանող էլ չկա։ Փաստերով խոսենք։ Ինչ են արել։ Տհաճ եւ դառը ճշմարտությունը այն է, որ հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ, եկավ եւ սկսեց բռնությունները։ Ես իրավունք ունեմ մտածելու, որ ծրագրով է եկել։ Ես իրավունք ունեմ, ես սովորական հասարակ քաղաքացի եմ, եւ դրա իրավունքը ես ունեմ կասկածելու, որտեւ ես փաստեր ունեմ բազում։ Փաստեր ունեմ, ինչ կան են խոստացել են, ինչ են խոստացել չեն արել։ Փաստեր ունեմ, որ ժողովրդին ոչ բան չեն արել։ Երկիրը ահ ու սարսափի մեջ է։ Ծրագիր, որն իրականացվում է հայ ժողովրդի դեմ, իդեալական ծրագիր է, իդեալական։ Ես շատ կուզենայի, որ իրոք Նիկոլ Փաշինյանը լիներ մեր ղեկավարը, Հայաստանի ղեկավարը լիներ, աշխատեր հայերի ու Հայաստանի համար։ Ցավով եմ ասում դա։ Շատ կուզենայի, ինչպես որ ինքը հիմա աշխատում է հակահայկական ձևով, աշխատեր Հայաստանի համար։ Մենք իդեալական երկիր կունենանք։ Մենք բարգավաճ երկիր կունենանք, բայց մենք ինչ ենք տեսնում։ Հարցակում, սկզբում ինչ եղավ, բանակը թուլացրեց։ Հարցակում է մեր արու սերի նկատմամբ։ Բանակը քայքայեց, երկրորդ արու սերը որտեղ էր, եկեղեցում էր, անցավ եկեղեցուն, հիմա էլ անցել է եկեղեցու քայքայմանը։ Հետո ինչ է անելու, որտեղ է տանելու։ Մեր տղաները չգիտեն ուր փախնին արդեն։ Պետք է համբերության բաժակն էլ չափսաման ունի։ Համբերության բաժակը լսես տեղ հայեր են ապրում։ Հայեր են ապրում, մեր ու մանուկ կուրանան։ Ես չգիտեմ ինչու զգում եմ, որ այսօրվա իրադրությունը տանում է քաղաքացիական պատերազմի եւ գիտեմ թե ում է ձեռնտու։ Քաղաքացիական պատերազմը Հայաստանի հեշտական թուլացման համար։ Հայաստանի հերթական թուլացումն է տանում մեր այս քաղաքացիական պատերազմը, բռնություններով ոչինչ չեն անի։ Հարկ Աստծո, մենք ունենք փաստաբաններ, կարող ենք միջազգային արենայում էլ կարող են պաշտպանել մեկը մեկին, կարող ենք ինչ-որ բան անել, բայց ժողովրդին այսքան քամել, այս արժանի, չգիտեմ, սա դավաճանության սահմաններից էլ է դուրս։ Այսօք դուք տպավորություն չեք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հասկացնում է, որ հանեք ինձ այս աթոռից։ Շատ ժամանակ եմ զգացել դա։ Այո, ինքը ոնց որ գիտեք, կարող ենք եւ իրեն արտարացնել ինչ-որտեղ։ Կարող ենք հավատին եք։ Ամեն ինչ անում է, ինձ էլ է թվում, որ ինքը ուզում է որ, բայց չի թույլ տալիս որ հանեն։ Գիտեք, ինձ դուրս չի գալիս մեր ընդդիմությունը։ Ինձ դուրս չեն գալիս, խոսելով ոչինչ անել չի կարելի։ Ընդդիմությունը եղել է նրա համար, որպեսզի ինչ-որ գործնական, ինչ-որ գործառնություն սկսի, ինչ-որ impeachment էին առաջարկել, ինչի չեն անում, ինչու առաջ չեն քաշում դա։ Թող քաշեն, անվստահություն է, չենք վստահում։ Ես ամենահասարակ քաղաքացին եմ այս երկրի։ Ես չեմ վստահում մեր կառավարությանը, որտեղ նրա քայլերը լոկ հակահայկական են, եւ գյուղատնտեսությանը կպնելը, եւ երկրի սահմանները թուլացնելը, եւ բանակը թուլացնելը, բոլոր ամեն քայլափոխի ես տեսնում եմ հակապետական, հակահայկական ուղղվածություն իշխանության կողմից։ Եվ նա իշխանության գլուխն է Նիկոլ Փաշինյանն է։ Նա պիտի մի քիչ գիտեք ինչ լիներ, ինչը հարկեր իրեն, որ ժողովուրդը նրան հավատաց, ժողովուրդը նրան վստահեց։ Ես ինքս էլ նույնիսկ պատերազմի ժամանակ եմ ադամներով պաշտպանում էի իրան, բայց ինչ արեց ինքը, բոլորիս հավատը կոտրեց, փչացրեց, մենք վստահությունը կոտրեց,
խապելով, սուտ խոսելով, տալով, ինչ է արել մեր սահմանները, ինչ է մտածում, մի փոքր երգիր է, հարևան, բարեկամ, բոլորը ծառայում են, գիտենք ինչ է կատարվում բանակում, բոլորն է գիտեն ինչ է կատարվում բանակում, չի կարելի այդպես, եթե հավատացել է ժողովուրդը, մարդը կմեռներ, կզոհվեր, բայց հանուն պատմության մեջ կանցներ որպես մարդ, որպես հայ մարդ, ինքը ամեն սահմանն անցել է դավաճան լինելու, բոլոր սահմաններն անցել է, ինքը դավաճանի սահմանն էլ անցել, ինքը հիմա թշնամի է, հայ ժողովրդի թշնամին է, բոլորին պետք է բռնի լցնի բան պեշտերը, ամբողջ ժողովուրդը իրեն դեմ է, ես էլի պետք է եղել էլի կարիք զգացվել է, ես նորից խոսել եմ, մարդիկ հարսանիքն անում են, առաջի բաժակը խմում են զոհված զինվորների, նահատակների կենացը, երկրորդը խմում են սահմանին կանգնած զինվորի կենացը, երրորդը խմում են Նիկոլի Վավան կենացը։ Ինչի լիներ, ասում են մենք նախագահ սիրող չենք, ինչի սիրող չենք, շատ լավ էլ սիրում ենք, շատ լավ էլ գնահատում ենք, մենք մեր ազգի նշանավոր մարդկանց պաշտելի ենք դարձրել, ինչու չենք սիրում, ինքը չի կարող, ինքը չէր կարող ու չուզեց, իրեն դուր է գալիս մեքենաներով արագ անցնելը, իրեն դուր է գալիս հրամաններային խոնարհաբար գեներալների տեսքը, իրեն դուր է գալիս դավաճան ժողովրդին փողին տրված աշխատավարձի ենթակա աշխատավարձի համար կռվողներին, ես Նազելի Բաղդասարյանի համար բան չեմ ասում, իմ կարծիքով այս կուսակցության ու իշխանության մեջ ամենամեծ դուժողը ինքն է լինելու, բոլորը իրենց տեղն ունեն, ես չգիտեմ չի ուզենա որ խոսքս շատ տարածվեր, բայց իմ կարծիքն է դա, հենց առաջի օրվանից էլ ես զգացել եմ, այստեղ բոլորը թալանչիներ են, բոլորն ունեն իրենց շահերը, թալան բառից կարող է վատ զգան, բայց թող չզգան, բոլորը միլիոնատեր են դառել, ես աղքատ պետության մեջ որտեղից իրենց զտկան Նազելին դեռ մտածում է, որ ինքը իր կուսակցության հավատարիմ զավակն է, դա կուսակցություն չէ, դա խայդարագություն է, դա այս ազգի սև բիծն է, պատմության մեջ է անցնելու դա, պաշտպանել այդպիսի կուսակցության, դա ուղղակի ամոթ է։